Չնայած այնտեղի ունեցել։ Արմլու լրատվականը ներկայացնում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության 64 պատգամավորի անունները։ Տեղեկացնենք, որ ՔՊ նախընտրական ցուցակում ընդգրկված կառավարության անդամները կառավարության կազմ վերադառնալու պարագայում նշված անձինք կստանան պատգամավորական մանդատներ։ Նշենք նաև, որ ըստ օրենքի ցուցակի յուրաքանչյուր երրորդը պետք է կին լինի։ Եվ այսպես, ըստ այդմ, պատգամավորական մանդատ կստանա Ռուբեն Ռուբինյանը, Վահագն Ալեքսանյանը, Ալխաս Ղազարյանը, Հայկ Կոնջորյանը, Ալեն Սիմոնյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արմեն Խաչատրյանը, Արթուր Հովհաննիսյանը, Լիլիթ Մակունցը, Վիլեն Գաբրիելյանը, Արման Եղոյանը, Հասմիկ Հակոբյանը, Սասուն Միքայելյանը, Սիսակ Գաբրիելյանը, Արուսիկ Մանավազյանը, Բաբկեն Թունյանը, Լևոն Լևոնյանը, Սոնա Ղազարյանը, Նարեկ Գրիգորյանը, Հակոբ Սիմիդյանը, Զարուհի Բաթոյանը, Վահե Ղալումյանը, Սարիկ Մինասյանը, Նազելի Բաղդասարյանը, Սերգեյ Բագրատյանը, Վաղարշակ Հակոբյանը, Տաթևիկ Գասպարյանը, Սարգիս Խամդանյանը, Միքայել Խաչատրյանը, Արաքսիա Վարդանյանը, Տրթած Սարգսյանը, Լյուդվիգ Գյուլնազարյանը, Քնարիկ Հարությունյանը, Անրանի Քոչարյանը, Սուրեն Հովհաննիսյանը, Արփինե Դավոյանը, Վլադիմիր Խաչատրյանը, Նարեկ Ղահրամանյանը, Միլադա Հովհաննիսյանը, Կարեն Համբարձումյանը, Տարոն Չախոյանը, Լուսինե Բադալյանը, Նարեկ Բաբայանը, Վալոդիա Հակոբյանը, Լիլիթ Մինասյանը, Արամ Խաչատրյանը, Գոռ Արշակյանը, Մարիամ Պողոսյանը, Ռոման Համբարձումյանը, Ծովինար Վարդանյանը, Էդուարդ Աղաջանյանը, Էդգար Առաքելյանը, Նատալիա Սինորյանը, Արմեն Առաքելյանը, Խաչատուր Աթաբեկյանը, Թագուհի Ղազարյանը, Էդգար Հակոբյանը, Վլադիմիր Կիրակոսյանը, Լիլիթ Ստեփանյանը եւ 3 պատգամավորական մանդատ կստանան ազգային փոքրամասնության ներկայացուցիչները՝ Ռուստամ Բաքոյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Կնյազ Հասանովը։